Բարև ձեզ, եթերում օրվան փոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Facebook-յան գրառում է կատարել հերքելով հայ առաքելական եկեղեցու եւ վեհափար հայրապետի դեմ նրա կողմից իրականացվող արշավում թուրքական կամ ադրբեջանական հետքի առկայությունը։ Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ ադրբեջանական կամ թուրքական փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։ Գրել է նա, պնդելով, թե իբր այս մեթոդն օգտագործողներն այդ թվում արտաքին ուժերին են հնարավորություն տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել եւ Հայաստանի այս առաքելական սուրբ եկեղեցին պահել փակուղու մեջ։ Նա վեհափարին հերթական անգամ դիմել է ավազանի անունով, ինչպես նաև պնդել, որ վերջինս իր խոսքով պղծել է եկեղեցու սրբությունները եւ նա ու իր նման վեղարավորները նվեր են Հայաստանի եւ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու արևշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար։ Նիկոլ Փաշինյանը նաև հերքել է այն տեղեկությունները, թե ինքը կաթողիկոսի թեկնածու ունի։ Հիշեցնենք, Օրագիր Նյուզը նախորդին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսի թեկնածուն պոլսոհայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն է։ Վերջինս վայելում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի աջակցությունը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման միազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի։ Այս մասին գրել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ 20-րդ դարի սկզբին, այն է 1903 թվականին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը օրենք ընդունեց հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի եւ ընդմզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ կայսրն ստիպած եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը, նշել է նա։ Կառավարության ղեկավարը կարծում է, որ դժոխային իրադարձություններից հետո Հայաստանի առաջ բացվել են հեռանկարային հնարավորություններ։ Դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք մի չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն է նա, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը, ինչն է նորությունը այս պատմության մեջ։ Նորությունն է նա, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։ Բոլոր առումներով, թե տնտեսական, թե քաղաքական։ Կառավարության այսօրվա նիստում պնդել են նա։ Փաշինյանն ընդունեց, իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, բայց ըստ նրա իրենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն են ստացել։ Եվ երկրորդ նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ, բոլոր առումներով, թե տնտեսական, թե քաղաքական, թե միջազգային։ Ասաց Փաշինյանը, իր ասացները հիմնավորելով այն հանգամանքով, որ 2026-ին Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, իսկ այս աշնանը COP17-ի համաժողովը։ Վաղարշաբաթի ավականին այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար չի ընտրի։ Կառավարող մեծամասնությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այսօր տապալեց համայնքի ղեկավարի ընտրությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հնարավորություն ունենա նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Հայտնի է նաև ԿՊ-ի թեկնածուն, նա Արմավիրի գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանն է։ Պարոն Խուդասյան, ինչու հենց պարոն Մեխակյանին կես տարի չկա մարզպետ է նշանակվել, ինչու հենց իր թեկնածության վրա։ Պարոն Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշաբաթի համար, հենց նույն են տրամաբանության մեջ, որ ինքը թերևս միակ մարդն է, որը կառավարման process-ին որպես ղեկավար մասնակցել է եւ Խոյ համայնքում որպես համայնքի ղեկավար եւ Վաղարշաբաթում որպես համայնքի ղեկավարի տեղակալ, քաջատեղյակ է համայնքի խնդիրներին եւ որպես իմ նշած պաշտոններում աշխատելով եւ որպես Արմավիրի մարզպետ եւ դրանից առաջ որպես Արմավիրի փոխմարզպետ եւ ես կարծում եմ, որ Էջմիածնեցիները
Խոյ ամենքի գյուղական բնակավայրերի ներկայացուցիչները ավելի լավ ընտրություն չունեն, քան պարոն Իսկ ինքն է գլխավորելու ցուցակը ՔՊ-ի ընտրություններին արտահայտել։ Այո, կուսակցության վարչությունը ունի այդպիսի որոշում եւ պարոն Մեխակյանը գլխավորելու է մեր նախընտրական ցուցակը։ Պարոն Խոդաց, նախկին համայնքապետի հետ կապված այսպես բարբերաբար Գասպարյանի մասին է խոսքը, բարբերաբար նա այսպես սկանդալային կոռուպցիոն ինչ-որ սկանդալների կենտրոնում է հայտնվել, բայց մինչ օրս որևէ ինչ-որ բացահայտում կամ պատասխանատվության չի ենթարկվել, լավ այսպես։ Հարգելի գործընկերներ, այդ հարցի ասացիատերը ես չեմ, Տիկին Գասպարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից, ինքը մեկնաբանել է իր հրաժարականը, մենք հարգում ենք Տիկին Գասպարյանի որոշումը եւ ես դրան ավելացնելու ոչինչ չեմ։ Քաղաքացիական պայմանագիրը ունի կայացրած որոշում, որ գնում է արտահերթ ընտրությունների, որը զուգահեռվելու է համայնքների միավորմամբ եւ դրա համար կա անհրաժեշտ ընթացակարգ, այն է երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի, ասել է ՏԿ-նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով արտահերթ ընտրությունները կկայանան այն բանից հետո, երբ վաղաշաբաթը խոշորացվի, ընդգրկելով նաեւ Խոյ համայնքը, որը ներառում է 17 գյուղ։ Մեխակյանը հենց այս համայնքից է մոտ 3 տարի էլ ղեկավարել է այն։ Չնայած այս հստակ սցենարին Դավիթ Խուդաթյանն այսօր պնդեց. Համայնքների խոշորացման պատճառը Մեխակյանի առաջադրումը չէ։ Վաղաշաբաթը արդեն 1 ամիս է, համայնքապետ չունի։ Նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը հեռացավ առանց բացատրությունների, պնդելով, թե դա անձնական որոշում է։ Գասպարյանի ընտանիքի անդամները մինչդեռ նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել, հիմնականում կոռուպցիոն բնույթի։ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Այս մասին 24 News-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։ Լրատվամիջոցի տեղեկություններով Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները։ Մեզ հայտնի են օրակարգի վերաբերյալ այլ ուշագրավ մանրամասներ, որոնք կապված են Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հետ, որոնք կհրապարակենք ավելի ուշ։ Հայտնում է լրատվամիջոցը։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը փաստացի չի հերքել այս տեղեկությունը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի բոլոր միջազգային այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն, ասել է նա։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ ընդդիմությանը եւս մեկ անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանելով կաշառակեր։ Իդեպ դուք խոսեցիք Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների մասին, ես նկատեցի, որ ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել եւ քննիչ հանձնաժողովը ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը։ Պետք է արձանագրել ուր է այդ քննիչ հանձնաժողովը, բա ուր է իրանց եզրակացությունը։ Ինչի չի կազմակերպվում, չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Ասենք թող հանրությանը պարզաբանում տան։ Էլի հազար ներողություն դուրս են գալիս տակից գլխից խոսում են բաները, որոշ կաշառակերներ եւ չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս է հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 միլիոն, չգիտեմ, հիմնադրամից գողացնի։ Արծվիկ Մինասյանը չէր այդ բանի քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ուր են, բա ուր է իրանց զեկույցը։ Թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք։ Սիրուն կդիմենք դատարան եւ նրանց կստիպենք հակառակը պնդել։ Ոչ թե կստիպենք դե յուրե, որովհետև մենք գիտենք, թե ինչ է տեղություն ունեցել եւ գիտենք, որ իրենց ասածը տեղի չի ունեցել։ Եվ այս հայտարարություններն էլ ես չգիտեմ, մենք հակադարձում ենք, չենք հակադարձում, բայց էլ եմ ասում, փաստերն է, որ կար քննիչ հանձնաժողով։ Հիմա ես նայեցի, ոնց որ լուրջ չկա այդ հանձնաժողովից։ Իրանք ասում էին լծակներ, ես անենք, բացահայտենք, բայց ինչի՞ չեն բացահայտում։ Թող բացահայտեն։ Համեցեք։ Պարոն վարչապետ, զեկուցելու բան չկա, այսինքն թեմա չկա։ Ի սկզբանե դա եղել է կեղծ օրակարգ, փուչիկ։ Հետևաբար ինչ գոյացնեն, ինչ կարողանան ներկայացնել հասարակությանը եւ մի բան էլ նշեմ, որ ի վերջո Հայաստան համայնքական հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի մեջ ներկայացված են համարյա բոլոր այն ուժերը, որոնք այդ հարցը բարձրացրել են։ Իրենք խորհրդի մեջ են, իրենք կառավարող մարմնի անդամ են։ Խորհուրդ այդ հարցը քննարկել է եւ եկել է եզրակացության, որտեղ թեմա չկա, այսինքն հիմնադրամի խորհուրդն է հենց եկել այդ եզրակացության, բայց ես դրա մասին չեմ ասում։ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ձևավորվել է, թող այդ հանձնաժողովը այդ եզրակացությունը տա։ Ում են կանչել, ինչ են արել, ես անկեղծ ասած գիտեմ, որ հիշում եմ, որ
սկսեցին աշխատել ու տենց գնաց կորավ, բայց հանձնաժողովի նախագահը հենց Հայաստան խմբակցությունը ներկայացնող անձ է, եւ այդ անձը թող պատասխան տա, բա ինչ եղավ, ուր է, ինչ եզրակացություն ունեն։ Իմպիչմենտի գործընթացը վաղուց սկսված է։ Գործընթացը սկսվելու է, երբ ազգային ժողովի մեկ падգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու։ Այս մասին Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դիտարկմանը, որ հարցը ազգային ժողովի օրակարգ բերելու համար անհրաժեշտ է առնվազն 36 падգամավորի ստորագրություն, Սերժ Սարգսյանը պատասխանեց. 36 ինչ կապ ունի, նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54։ 36-ը վատ թիվ եք ասում։ Դրանից հետո երրորդ նախագահը նստեց մեքենան անպատասխան թողնելով հարցը, թե երբ են նախատեսում մեկնարկել փողոցային պայքարը։ Հիշեցնենք, որ 3 տեղի են ունեցել Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունների մեջ բանակցություններ, սակայն ընդդիմադիր խմբակցությունները համաձայնության չէին եկել։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ կա 6 ստորագրություն, դրանք Պատիվ ունեմ խմբակցության падգամավորների ստորագրություններն են։ Հանդիպումից հետո լրագրողներին ասել է Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, իսկ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հրապարակել է խմբակցության 28 падգամավորի ստորագրությունները։ Lynn Tracy-ն լքում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական տելեգրամ ալիքը։ Ամերիկյան դեսպանատունը հավելյալ մեկնաբանություններով առայժմ հանդես չի եկել։ Lynn Tracy-ն Մոսկվայում իր դիվանագիտական առաքելությունը սկսել էր 2023 թվականի հունվարին։ Մինչ այդ ավելի քան 3 տարի Tracy-ն զբաղեցնում էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Վաշինգտոն ժամանած Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևի հավատարմագրերը։ Արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը, որի ընթացքում Դարչիևը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը։ Մինչև ԱՄՆ-ում նշանակվել է, նա ղեկավարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսատլանտյան համագործակցության վարչությունը, իսկ 2014-ից 21 թվականներին եղել է նաև Կանադայում ԱՄՆ դեսպան։ Շամշյան.com-ի փոխանցմամբ այսօր հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Պուշկին եւ Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes G մակնիշի եւ BMW մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը massամբ հայտնվել է հետոտնի համար նախատեսված մայթին։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայրում վարորդները իրար էին մեղադրում վթարի համար։ Հունիսի 11-ին խոշոր ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 20-20-ի սահմաններում Արտաշատի խճուղում Առինջ Ձորախբյուր Չարաբաստիկ խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 59-ամյա Վահե Վարդանյանի վարած Lexus մակնիշի եւ Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Գինոսյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին եւ բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարները մարել են Toyota Camry-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, ապա հոսանքազրկել են Lexus-ը եւ տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում ողբերգական ու մարմնական վնասվածքներով, ու դա պետք է առաջին հերթին անհանգստացնի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն ու ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին ու պետք է խելքի տան այդ պատուհաս դարձած խաչմերուկում երթևեկությունը կարգավորեն անհրաժեշտ ցուցանակներով։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։